Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ բնակավայրում 3 փողոց է ասֆալտապատվում։ Կենտրոնականին միացող 8-րդ, 9-րդ եւ 13-րդ փողոցները երբեք ասֆալտապատ չեն եղել։ Սուբվենցիոն այս ծրագրին տեղ հսկողներից էլ ուշադիր հետևում են գյուղի բնակիչները։ 68 տարեկան մարդ եմ, պատմության մեջ էսի առաջի դեպքն է, որ էսի էսենց գործ են անում։ Մենք էսենց գործ չենք տերել, որ այսօր ասֆալտապատում են, սարքում են, մեր մաքրությունը լավ բան են անում։ Առաջնահերթությունը տրվել է այն փողոցներին, որտեղ խիտ բնակեցված են եւ բնակչության դժգոհությունը միշտ եղել է անցանելիությունը փողոցների, որոնք իրոք անանցանելի են։ Սուբվենցիոն ծրագրով կատարվող շինարարությունը մեկնարկել է հոկտեմբեր ամսին եւ կատարված է գրեթե 50%-ով։ Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ կատարվում է նաեւ ջրահեռացման համակարգի կառուցում։ 50%-ը կառավարության կողմից է ֆինանսավորվում, 50%-ը համայնքի կողմից։ Ասֆալտապատվելու է շուրջ 1255 գծամետր ճանապարհ, ընդհանուր 101 միլիոն դրամ արժեքով։ 9-րդ փողոցի ասֆալտապատումը ավարտել ենք։ Այս բայդրությամբ կատարում ենք 13-րդ փողոցի աշխատանքները, հողային աշխատանքները, ավազակոպչային խճապատում, պատրաստում ենք վաղ կամ մյուս օր արդեն տեղադրել ասֆալտայի շերտը։ Խոչընդոտներ չկա, նախագծով կատարում ենք մեր աշխատանքները, բնակիչների հետ համաձայնությամբ գալով, ինչը իրանց հարմարեցնում ենք, այս բանի խնդիրներ չունենք։ Եղանակային պայմանները դեռ բարենպաստ են շինարարության համար, որն ավարտին կհասնի դեկտեմբերի առաջին կեսին։ Անահիտ Կարեյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։